Շնորհակալություն, պարոն Փաշինյան, անդրադառնանք 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին, այդպիսի տպավորություն է, որ միայն այն պատճառով, որ վերնագիրը եղել է Հայաստանի Հանրապետության նախագահին, ոչ թե վարչապետին, իդեմս ձեզ դուք մերժել եք բանակցել, գուցե բանակցեիք եւ դրա արդյունքում չլիներ 20 թվականի պատերազմը եւ ունենայինք Արցախ։ Գիտեք, մենք երբեք չենք հրաժարվել բանակցել։ Երկրորդը վերնագրի պատճառով ես այդ հատվածը ընդգծում եմ ցույց տալու համար, թե դա ինչ փաստաթուղթ է եւ ինչ բովանդակություն ունի։ Ես էլ եմ ասում, այդ փաստաթուղթը ձևավորվել է այն գործընթացում, երբ որ ինձ անհրաժեշտ է եղել, այդ թվում համանախագահների ամփոփ տեղեկատվությունը, թե ինչ բովանդակություն է գեներացված բանակցային գործընթացում։ Շատ կարևոր է արձանագրել, որ այդ փաստաթուղթը ոչ թե ձևավորվել է իմ վարած բանակցությունների արդյունքում, հասկանում եք, այս շատ կարևոր նրբություն է, որտեղ ես այդ ընթացքում դեռևս իմ շփումներում շարունակել եմ գտնվել տեղեկատվության հավաքման փուլում, թե ինչա տեղի ունեցել եւ ինչա տեղի ունենում բանակցային գործընթացում։ Եվ այդ փաստաթուղթը ներկայացվել է որպես ամփոփ նկարագրություն բանակցային գործընթացում նախորդ շրջանում տեղի ունեցած եւ գեներացված բովանդակության։ Ինչ վերաբերվում է բանակցություններին, մենք երբեք չենք հրաժարվել բանակցելուց, երբեք չի եղել այդպիսի բան, որ մենք հրաժարվենք բանակցելուց, մենք միշտ բանակցել ենք եւ բանակցել ենք մեր պատկերացումներին Հայաստանի Հանրապետությունում գեներացված պատկերացումներին համապատասխան եւ խնդրեմը առաջացել է այն ժամանակ, երբ որ մենք արձանագրել ենք, որ իրական բանակցություններում դիվանագիտական եւ միջազգային հարթակներում ձևավորված բովանդակությունը ահռելի խզում ունի այն բովանդակության հետ, որը շատ երկար տարիներ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները հանրությանը ներկայացրել են որպես մի ուղղություն, որով զարգանում է Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը։ Դրա մասին է եղել խոսքը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։